Սիրելի այցեղջյուրներ, այժմ անդրադառնամ ձեր նշանին, ողջույն։ Իդեպ նշան, որ այսօր 27-ն է, վաղ արդեն կլինի լուսնի խավարումը 28-ին, եւ ուզում եմ նշել, որ դուք երրորդ տեղից շարժվել եք 5-րդ տեղ, ահա, այսպիսի փաստեր կան, եւ հիմա ես կներկայացնեմ սեպտեմբեր ամսվա համար կանխատեսումը ձեր նշանի համար, նշեմ, որ սեպտեմբերը ձեզ համար կարևորում է, որտեղ ինքը սկիզբ է դրվում նոր փոփոխությունների, եւ որն է ազդարարում այդ սկիզբը, իհարկե մի քանի ասպեկտացիաներ կան, բայց գլխավորը դա սև լուսինն է, որը մտնելու է ձեր նշան 14 սեպտեմբերի մինչև 2027 թվականի հունիսի 11-ը 9 ամիս ինքը կլինի ձեր նշանում, ուզում եմ ասել 9 ամիս 9 օր 9 ժամ, բայց լավ բան չի ստացվում, 9 ամիս կլինի ձեր նշանում, այնպես որ ձեզ սպասվում են ձեր կյանքում կլինեն փոփոխություններ, եւ հենց ուզում եմ նշել շատ հետաքրքիր մի բան, տեղի ունենալու նաև աշնանային գիշեր հավասարը շատ կարևոր իրադարձություն, Վեներան, Մերկուրին, Մարսը կփոխեն իրենց նշանները, իսկ Ուրանը կդառնա հետընթաց, սրանք են հիմնական ուրեմն իրադարձությունները սեպտեմբերի, նորալուսին, լիալուսին բնականաբար, եւ ինչն է հետաքրքիր, որ լիալուսինը լինում է խոյի նշանում, այս կնեն 4 նշանները, հա, այծեղջյուր, կշեռք, խոյ եւ խեց գետին, ահա, այստեղ կատարվում է բնականաբար գիշերահավասարն է եւ հիմնական այդ նշաններն են զբաղված լինում, ուրեմն աշնանային գիշերահավասարը կլինի կշեռքի նշանում, լիալուսինը կլինի խոյի նշանում, ահա, այսպիսի հետաքրքիր իրադարձություններ են եւ իհարկե սև լուսին էլ կմտնի ձեր նշան եւ ասեմ, որ բացի այս ամենից այստեղ ուրեմն փոփոխություններ կան, ազդարարում են սկիզբը, այսինքն տեզերքը ձեզ զգուշացնում է, որ դուք պիտի անցնեք փոփոխության միջով, ահա այդ 4 նշանները իրենք հարցեր կան իրենց արչև դրված, յուրաքանչյուրին, այսինքն ձերը միգուցե կարիերայի ձեր նպատակներն են, ձեր ապագայի հարցերն են դրված, մյուսին ինքը կոնկրետ իր ընտանիքի հետ խնդիրներ ունի, ամուսնության կամ համագործակցության կամ երեխայի հետ կապված հարցեր կան, որ ինքը պիտի կարգավորի եւ այլն, հա, տարբեր են այստեղ եւ մասնավորապես իրենց քարտեզը դա լրացնում է յուրաքանչյուրինը ըստ իր անձնական քարտեզի, բայց հիմնականում այս 4 նշաններն են, որոնք պիտի անցնեն փոփոխության միջով, այսինքն դուք պիտի կարողանաք վերանայել ձեր մոտ ինչ որ խնդիրներ, ինչ որ թերություններ, ինչ որ հարցեր կան, որ դուք դա պիտի կարգավորեք, որն էլ հենց խանգարում է ձեր դեպքում, այստեղ հարցը վերաբերում է ձեր նպատակներին, ձեր նպատակների իրականացմանը, համագործակցությունը լինի անձնական դաշտում, թե գործնական, այստեղ հարցեր կան եւ իհարկե ասացի սև լուսինը ձեզ կստիպի, որ դուք, եթե ինձ չեք վստահում, իհարկե հիմքը դրվում է հիմա, նրանք ովքեր ինձ վստահում են, իրենք հիմա դա կվերանային, իսկ ովքեր ոչ, առաջիկա 9 ամսում դուք ուրեմն դրանում կհամոզվեք, սա էլ այսպես կարևոր իրադարձություններ սրանք են եւ ինչն է հետաքրքիր, որ սեպտեմբերի 10-ին մեկ օրում միանգամից 3 գործողություն կարծես թե կատարվում է, Մերկուրին է փոխում իր նշանը, մտնում է ձեր 10-րդ տուն, Վեներան մտնում է 10-րդ տանից դուրս է գալիս, մտնում է 11-րդ տուն, հա, այստեղ փոփոխություն է լինում, այսինքն խոսակցություններ են միգուցե աշխատանքի հետ կապված, ձեր նպատակների հետ կապված, կարիերայի հետ կապված, որոշակի այդպես հանդիպումներ, խոսակցություններ, քննարկումներ են լինում, ոմանք ուղղակի ապագայի հարցեր են լուծում, ամուսնության հարցեր են լուծում եւ ինչևէ Վեներան ասացի եւս փոխում է ամսի 10-ին եւ Ուրանն է դառնում հետընթաց,Ուրանը սեպտեմբերի 10-ից մինչև 27 թվականի փետրվարի 8-ը այդ ժամանակահատվածում ինքը լինելու է հետընթաց, որ գտնվում է երկվորյակի նշանում եւ փոփոխություններ է բերում ձեր աշխատավայրում, իհարկե ուշադրություն ենք դարձնում նաեւ հնարավոր է ոմանք աշխատանքն են փոխում, հնարավոր է ասենք ինչ որ ճյուղեր են տեղափոխվում կամ այլ տեղափոխություն է կատարվում կամ եւ այլն, շատ տարբեր, դրա համար հիմա խոսակցություններ գնում է, որ այդպես ինչ որ փոփոխություններ, բայց դրան զուգահեռ նաեւ ուշադրություն ենք դարձնում առողջական վիճակին,
Դա արդեն ձեր քարտեզը ցույց կտա, թե ասենք տարվա որ ժամանակահատվածում կարող են լինել սրացումներ։ Իսկ հիմա մի քիչ ավելի ուրեմն հանգիստ կլինի եւ հաջորդ իսկ օրը 11 սեպտեմբերի տեղի ունենալու նորալուսինը կույսի նշանում արևելուսինը կմիավորվեն 19 աստիճանում Հայաստանի ժամանակով 7:26 րոպե 47 վայրկյան։ Տրանզիտներում այդ միասնությունը, այսքան նորալուսինը հիասքանչ է, բայց արդյոք ձեր անձնական քարտեզում հիասքանչ է, դա գիտեք միայն դուք եւ ուրիշ ոչ մեկ, ահա, իհարկե ցանկալի է որ լավ լինի, բոլոր դեպքերում դուք հողի նշան եք, կույսը եւս հողի նշան, դա կարծում եմ մասնավորապես արտերկրի հետ կապված, այստեղ կարող է լինել ոմանց մոտ ամուսնական թեման, ոմանց մոտ դատական թեման եւ այլն, այստեղ կարծես թե նոր սկիզբ է դրվում։ Ահա, դա այդպես, կարծում եմ նորալուսինը նոր սկիզբ կդնի, լավ սկիզբ կդնի ձեզ համար, սակայն 26-ին տեղի ունենալու լիալուսինը այս դեպքում ոչ այդքան բարենպաստ նշանում, խոյի նշանում է լինելու արևելուսինը կհակադրվեն 4 աստիճանում, Հայաստանի ժամանակով 20:48 րոպե 50 վայրկյան, ահա խոյի նշանում է եւ միգուցե այստեղ որոշակի հարցեր, այսինքն հնարավոր ասենք ոմանք մեկնում են, որտեղ արտերկրի թեման ձեզ մոտ ակտիվ է, հնարավոր ասենք մեկնում են եւ այստեղ որոշակի լիալուսինը ուղղակի ասենք իրենց դժվար է լինելու հարցեր կա պիտի մեկնեն, թողնեն տունը գնան կամ ինչ որ ասենք սովորելու գնան ոմանք աշխատանքի գնան, աշխատելու եւ այլն, շատ տարբեր սցենարներ կարող են լինել կամ այլ հարցեր ընդհուպ կարող են լինել եւ ինչ որ առումով մի քիչ տխուր լինի, ասենք այծեղ ջուրների համար։ Միգուցե ասենք ձեր անձնական քարտեզում նորալուսին այդքան էլ լավը չի եւ ինքնաբերաբար գալիս է արդեն դա էլ չի գոհացնում բոլոր դեպքերում, որտեղ կարող եք լինել այծեղ ջուր, բայց ասենք աղեղնավորի երկվորյակի ձկան նշանում ունենաք շատ մոլորակներ եւ արդյունքը լրիվ այլ բան լինի։ Սա էլ կա, ես սա զգուշացնեմ, որ չասեն, չէ, այծեղ ջուրները շատ այնց նպատակային բծախնդիր, ամեն ինչ պիտի տեղին լինի, հետո կասեն Հակոբյան Աննան, բա մեզ sense բան ասել, չէ, փաստի առաջ կկանգնացնեն Հակոբյան Աննային։ Դա էլ այդպես։ Ահա 23-ին արդեն աշնանային գիշերը հավասարը պարզ է, դա էլ մտնում է ուրեմն կշեռքի նշան, միգուցե փորձի հարաբերությունները կարգավորել ինքը օգնում է այնտեղ շատ հարցերում կօգնի։ Ես կարծում եմ աշնանային գիշերը հավասարն է եւ իհարկե 28-ը կարելի ասել ամիսը փակում ենք։ Ահա այս իրադարձությունները Մարսը կմտնի առյուծի նշան, դա ձեր ֆինանսների տունն է, իհարկե հիմա Մարսը գտնում է հակադիր նշանում, դա ինչ որ առումով կարող է որոշակի դժվարություններ ըստ ձեր անձնական քարտեզի կարող է որոշակի դժվարություններ առաջացնել եւ հետո արդեն կմտնի ֆինանսների տուն եւ կփորձի այնտեղ ինչ որ ֆինանսական գործողություններ կակտիվանա բոլոր դեպքերում Մարսը կրակի նշանում, որպես կրակի մոլորակ ինքը բավականին ակտիվ է եւ ի վերջո այնտեղ կհանգստանա, ահա, սա էր սիրելի այծեղ ջուրներ, սրանք էին կարևոր իրադարձությունները, մասնավորապես ձեզ համար պատրաստվեք առաջիկային ամիսներին եւ նաև կարևորը որ 4 նշան, ինչպես արդեն նշել եմ, չկրկնվեմ, պետք է անցնեն փոփոխության միջով, այ հիմա եթե իրենք բաց թողնեն այս պահը, այլևս իրենց համար դժվարություններ կլինեն, իսկ դուք դրանում կհամոզվեք առաջիկա 9 ամսում։ Այնպես որ 9 ամիս դեռևս արժևում կա, որպեսզի դուք գրեք մեկնաբանություններում կատարվել են, չեն կատարվել, ինչ է եղել եւ այլն, կամ ասենք լսեցիք խորհուրդը արեցիք այդ ամեն ինչ որ անհրաժեշտ էր կամ չլսեցիք, չվստահեցիք Հակոբյան Աննային եւ այսօր ասենք կանգնել եք ինչ որ փաստի առաջ, այնպես որ ուսումնասիրեք ինչ որ կատարվում է, վերլուծեք, որպեսզի ձեզ համար շատ ավելի հեշտ լինի, իսկ ես ավարտեմ այսքանով սիրելի այծեղ ջուրներ, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, այսքան առայժմ լավ եղեք։